Պարոն վարչապետ Ռուբեն Ռուբինյանը նշել էր, որ ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո չի կատարելու հատուկ ներկայացուցչի պարտականությունները, հետաքրքիր է արդյոք հայտնի է թեկնածու, ով է լինելու, ով է շարունակելու այդ աշխատանքը։ Եվ երկրորդ հարցը, օրեր առաջ Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպք էր գրանցվել, տասնյակ մարդիկ հիվանդանոցներում էին հայտնվել, համայնքում բնակիչները վստահ են, որ խնդիրը ջուրն է, հիվանդությունների վերահսկման կենտրոնը եւս մի քանի աղբյուրում հայտնաբերել է շեղումներ, բայց Վիոլա ջուրը պնդում է, որ ամեն դեպքում ջուրը չէ պատճառը։ Ես հիշեցնեմ, որ նաեւ 3 ամիս առաջ Գարնանը եւս նման դեպքեր գրանցվել նույն քաղաքում, որն է բաց է, ինչ աշխատանք չի արվել այս ընթացքում, որ նորից նման խնդրի առաջ են կանգնում։ Պետք է պատասխանները հիմնավորված ստացվեն եւ հետեւություններ արվեն Վիոլա ջուրը, մնացած մեր մարմինները եւ անհրաժեշտ որոշումներ կայացնեն։ Ընդհանրապես մենք պետք է իմանանք, որ նաեւ Հայաստանում ջրամատակարարման համակարգը լայնորեն քայքայված է եւ այդտեղ լուրջ ներդրումներ են անհրաժեշտ, բայց խնդիրը մենակ ներդրումը չի, որովհետեւ երբեմն մեզ թվում է, թե ներդրում արեցինք, այսինքն խողովակը քաշեցինք, դրանով հարցը լուծեցինք։ Եթե դա ամեն ինչը ամենօրյա սպասարկման չի ենթարկվի, ելի մենք ունենալու ենք նույն խնդիրները։ Ամենօրյա սպասարկման համար հարկավոր են որոշակի ներդրումներ։ Եվ այդ ներդրումները ընդհանրապես սխեմաներ ինչպես է աշխատում են այդ ամեն ինչը, այդ ռիսկերի կառավարումը նաև որոշակիորեն ներառվում է նաև սակագների մեջ եւ մենք պետք է նաև առերեսվենք այս խնդրի հետ, որովհետեւ այսօր բազմաթիվ բնակավայրեր կան, ես հիշում եմ իմ այցելությունը Հանրապետության գյուղերից մեկը դեռ պատգամավոր է այդ ժամանակ, եւ որ ես տեսա, որ մարդիկ իրենց տներում ֆիլտրեր դրած օգտվում են ջրից, որովհետեւ իրենք հրաժարվել են ջրաչափ տեղադրել, կենտրոնացված համակարգից օգտվել եւ այլն, ես հիշում եմ այդ ֆիլտրերը եւ այդ ֆիլտրերի տակ նստած տիղմի շերտի հաստությունը։ Պետք է ստանդարտներով առաջնորդվենք, ստանդարտը այն է, որ այդ բոլոր process-ները պետք է ներառված լինեն սակագնի մեջ, որպեսզի մենք կարողանանք երկարաժամկետ ապահովել այդ ամեն ինչը, բայց ես վստահ չեմ, որ սա վերաբերվում է հենց ձեր նշած դեպքին, որովհետև դրա հետ կապված շատ մանրամասներ չգիտեմ, գիտեմ այնքան, ինչքան որ եւ գիտեմ, որ ընթացքի մեջ է հարցի պարզաբանումը եւ պետք է պարզաբանվի, թե ինչն է եղել ի վերջո նման իրավիճակի պատճառը։ Ինչ վերաբերվում է առաջին հարցին, այդ հարցի հետ կապված որոշում չունեմ եւ նաեւ այն պատճառով, որ նաեւ Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափով մենք պետք է որոշենք, թե ինչպես ենք շարունակում աշխատանքը, ինչ տրամաբանությամբ, ինչ ձևաչափով, որպեսզի կայացնենք համապատասխան որոշումներ, այդ թեմայով քննարկումներ հիմա ընթանում են։ Շնորհակալություն, Պարոն Փաշինյան, ես ուզում եմ անդրադառնանք հայ-ռուսական հարաբերությունների, մասնավորապես 3 ձեր գնահատականներին եւ տեսեք, դուք մշտապես այսպես թիրախում եք պահում տնտեսական խնդիրները, բայց չեք կարծում, որ սա քաղաքական հարց է եւ դուք ամենևին չեք անդրադառնում քաղաքական բաղադրիչին Ռուսաստանի կողմից Հայաստանին պարտադրվող քաղաքական կողմնորոշման հարցը, որովհետև դա որքան տնտեսական է, կրկնակի անգամ քաղաքական պահանջ են մեր առջև դնում։ Ինչու է այս պահին Ռուսաստանը կարևորում, որ Հայաստանը հստակ կողմնորոշվի քաղաքական առումով։ Դուք արդյոք առիթ տվել եք, որ Ռուսաստանում կասկածում են, որ քաղաքական առումով Հայաստանը լավ գործընկեր չի, օրինակ։ Քաղաքական բաղադրիչին անդրադարձեք, ինչու է մեր դեմ այդ պահանջը դրվում, դուք ասում եք այլ շուկաներն են պատճառը, բայց իրականում մենք տեսնում ենք, որ այնտեղից քաղաքական է ավելի շատ պահանջը Հայաստանի առջև դրվում։ Եվ երկրորդը էլի հարցից ազանցյալ, դուք երբ որ հեռախոսազրույց եք ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, խոսել խնդրել եք, ձեր հաղորդագրությունը այդպես է, խնդրել եք վերացնել սահմանափակումները, միջոցներ ձեռնարկել, բայց մինչ այդ կառավարությունը բոլոր օղակներով վստահեցնում էր, որ եվրոպական շուկան Հայաստանի համար բաց է, մենք խնդիր չունենք, մեր ապրանքները այնտեղ կգնան, այդ դեպքում էլ խնդրելու իմաստը ո՞րն էր։ Շնորհակալ եմ, նախ էլի ուզում եմ ընդգծել, որ ես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատասխանատուն եմ, ես հայ-ռուսական հարաբերությունների պատասխանատուն չեմ, եւ հայ-ռուսական հարաբերությունները ուրիշ բան են, մենք տեսնում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունները տեղ-տեղ
այսինքն ուրիշ բովանդակություն ունեն, այս ուղղակի որպես գիտություն։ Ինչ վերաբերում է քաղաքական բաղադրիչին, դուք երեք կուսակցության գրասենյակի մոտ բրիֆինգին ներկա եք, ես ինքս այդ քաղաքական բաղադրիչին անդրադարձա, առանց նույնիսկ դուք հարց չեք տալիս դրա մասին։ Ես ճիշտ է դրա վերնագիրը անոնց չարի, հիմա ես կխոսեմ քաղաքական բաղադրիչի մասին։ Բայց շատ հստակ ասել եմ, ձեր հարցի պատասխանը երեք մանրամասն, չգիտեմ, ձեր հարցինի պատասխան թե լրագրողներից որևէ ուրիշ լրագրողի, ես ասել եմ, որ խնդրեմը հետևյալի մեջ է։ Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ։ Իչև այս Հայաստանը չի ունեցել այլընտրանքներ, չի ունեցել։ Տնտեսական առումով։ Ոչ, այդ թվում քաղաքական առումով։ Ինչի տնտեսական առումով, այդ թվում քաղաքական առումով։ Ինչա տեղի ունեցել, ինչն է խնդրեմը։ Խնդրեմը հետևյալի մեջ է։ Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Չինաստանի հետ, Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Միացյալ Նահանգների հետ, Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Մեծ Բրիտանիայի հետ, Հոլանդիայի հետ, Ֆրանսիայի հետ եւ այլն եւ բազմաթիվ այլ պետությունների հետ։ Իսկ նախկինում Հայաստանը ռազմավարական հարաբերություններ չուներ կամ չէր կարող ունենալ այսքան գործընկերների հետ։ Խնդրեմը այդտեղ է։ Ես չեմ կարող Ռուսաստանի զգացմունքների մասին ասել, ես կարող եմ ասել, որ Ռուսաստանը խնդիր է տեսնում այդտեղ եւ այդտեղ էլի էքսկլյուզիվության բաղադրիչ կա կամ մեծ խնդիրը հետեւյալն է կամ էքսկլյուզիվ են հարաբերությունները կամ հարաբերություններ չպետք է լինեն։ Մենք չենք ընդունում այդ մոտեցումը։ Մենք ասում ենք հարաբերությունները էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն։ Եվ սա լեգիտիմ դիրքորոշում է, սրա մասին է խոսքը։ Ինչ վերաբերվում է կողմնորոշվելուն, ես ասում եմ մենք մեր պատմության փորձը ցույց է տվել, տեսեք դուք ասում եք լավ գործընկեր, թե լավ գործընկեր չի Հայաստանը։ Հայաստան 2022 թվին ինչով լավ գործընկեր չէր, որ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը իր ֆունկցիաները չկատարեց։ Ինչով լավը չէր Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ էր արել Հայաստանի Հանրապետությունը։ Ում էր վատություն արել Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը ինչով էր վատը, ինչ վատ բան էր արել Հայաստանի Հանրապետությունը, որ այդ ամեն ինչը տեղի չունեցավ։ Ինչով էր Հայաստանի Հանրապետությունը վատը, որ Ղարաբաղում ռուս խաղապահները իրենց գործառույթները չկատարեցին։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի մեջ է խնդիրը, բայց դրանից առաջ դեպքեր են եղել։ Ինչով էր վատը Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն ես նորմալ է, որ դուք այդ հարցը տալիս եք, ես հարգանքով եմ վերաբերվում դրան, բայց էլի եմ ասում, իսկ ինչի անընդհատ մեր կանխավարկածը այն, որ մենք ենք պարտադիր ինչ որ վատ գործընկեր։ Կամ Հայաստանի Հանրապետությունը ում էր ինչ արել, որ Բելարուսի նախագահը հայտարարի, որ գիտեք ինչ, դե Հայաստանը ում է պետք։ Ինչն էր վատ արել Հայաստանի վատություններ արել ինչ որ մեկին։ Բելարուսին վատություններ արել Հայաստանի Հանրապետությունը։ Ոնց կարելի է երկրի, ինքնիշխան երկրի մասին այդպես խոսալ։ Հիմա մենք ցույց ենք տալիս, թե ում է պետք Հայաստանի Հանրապետությունը։ Հարգարժան գործընկերը Բելարուսի նախագահը փնտրում եւ չէր գտնում այդ հարցի պատասխանը։ Հիմա մենք ցույց ենք դնում այդ հարցի պատասխանը։ Հայաստանի Հանրապետությունը պետք է Չինաստանին, Միացյալ Նահանգներին, Եվրամիությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ այդ բոլոր գործընկերներն էլ Հայաստանի Հանրապետությանն են պետք։ Մեծ հարգանքով Վրաստանը Հայաստանի Հանրապետությանը շատ պետք է, Հայաստանի Հանրապետությունն է Վրաստանին է պետք, Ֆրանսիային, Գերմանիային, Լեհաստանին, Մեծ Բրիտանիային։ Այս ամբողջ պատմությունը։ Շուկաներ։ Որովհետև խնդրել եմ այս տրամաբանությամբ, որ ես չեմ ընդունում, որ կամ հարաբերությունները էքսկլյուզիվ են, կամ էլ չկա հարաբերություն։ Ես խնդրում եմ եւ որ մեր դիրքավորմանը մոտենան ըմբռնումով եւ հարգանքով, մանավանդ որ գործնականում դրա լեգիտիմությունը կասկածի տակ չի առնվում։ Ասում է, որ այո, դուք իրավունք ունեք ունենալ այլ ընտրանքներ, բայց այսօր որոշեք, թե որ այլ ընտրանքն եք ընտրում։
Ես ասում եմ, այն այլընտրանքը դեռ ձևավորված չի, սկսվել այլընտրանքը ձևավորելու process-ը, կձևավորվի այլընտրանքը, հիմա ազնիվ չի լինի, որ մենք մեր ժողովրդի առաջ հարց դնենք, դուք չձևավորված այլընտրանքը ուզում եք թե չեք ուզում, որովհետև մեր ժողովուրդը լիքը հարցեր կտա, որոնց պատասխանները մենք այսօր չունենք։ Կգնանք, կաշխատենք այդ հարցերի պատասխանները կձևակերպենք, կվերադառնանք եւ մեր ժողովրդին կհարցնենք։ Ես էլի եմ ասում, ես հարգանքով եմ վերաբերվում, որ Եվրասիական տնտեսական միության 4 երկրների ղեկավարներ մայիսի 29-ին ընդունել են հայտարարություն աջակցելով Եվրամիությանը անդամագրվելու հարցով հարաքվե անելու գաղափարը Հայաստանի Հանրապետությունում։ Բայց առարկան դեռևս գոյություն չունի։ Ես շատ հստակ ասել եմ իմ դիրքորոշումը եւ վերահաստատում եմ, որ նման հարցով հանրաքվե անելու համար Հայաստանը պետքա գոնե դիմաց լինի, ել չեմ ասում առավել տրամաբանականը, որ Հայաստանը գոնե անդամության տեխնացուի կարգավիճակ ունենա։ Կամ արդեն այդ հարցը լինի օրակարգում, այդ ժամանակ շատ տրամաբանական կլինի իրականացնել հանրաքվե այդ հարցով եւ անհրաժեշտ կլինի։ Սրա մասին է խոսքը։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Սիրի։ Պարոն Վարչապետ, Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ իշխանություններին հեռացնելու իրենց գաղտնի պլանի մի մասն է կազմում, նաև թիմերում իշխանություն վերցնելը, դրան զուգահեռ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները համայնքներում իբրև թե բարեգործություն են անում, գյուղտեխնիկային նվիրում համայնքներին, լոռու մարզում անվճար տրանսպորտ են մտցրել, նաև 5-րդ երեխան ունեցող ընտանիքին բնակարան են խոստացել։ Արդյոք սրանք ընտրակաշառքի դեպքեր չեն ընտրություններից առաջ եւ օրենքով կարգավորման ինչ հնարավորություններ կան։ Մեր պետության պատմությունը ցույց է տվել, որ օլիգարխիական բարեգործությունը ոչ մի լավ բանի չի բերում եւ դրան պետքա նաեւ լինի համապատասխան արձագանք, որովհետեւ եթե կա բարեգործության հարցը, թող բարեգործները չթալանեին ճակերտավոր ժողովրդից, էլի եմ ասում, հոսանքի եւ բանի անազնիվ մրցույթների միջոցով միլիարդներ են տարել ժողովրդից, հիմա եկել են ասում են բարեգործություն։ Մենք չէ, իրանք նշանակում է բավարար չափով հարկված չեն եւ բավարար չափով թալանված միջոցներ դեռ ունեն, որ դա կարողանում են անել։ Պետք է իրանք բերել են վիճակի, որ իրանք դա չկարողանան անել եւ մենք դա անելու ենք։ Ընդ որում թալանվածի տրամաբանությունը եւ թալանի տրամաբանությունը շատ հստակ երևում է։ Էլի եմ ասում են բանակին էս են կարել։ Զորամասերի վրա ավել հոսանքի փող են գրել, հիմա ասում են բանակի համար էս են կարել։ Բանակից հոսանք չգողանայիք։ Չգողանայիք բանակի հոսանքը։ Ասում են երեխեքին բան ենք անում, պայուսակ ենք անցած տարի էր, չէ՞, սեպտեմբեր։ Դպրոցների վրա ավել հոսանքի փող են գրում, ասում են այդ ավել հոսանքի փողից իրանց գեներացիաց շահույթի 5%-ից բանի դուրս գրած պայուսակներ են առնում, ասում են երեխեքին բարեգործություն են անում։ Այսինքն դա ել չեմ ասում բանը, ես ցնցված եմ։ Հետևյալ, որովհետև լուրերով նայում եմ Արարատ ցեմենտի շուրջ տեղի ունեցող գործընթացները, լուրերով նայում եմ վերևից կադրեր են ցույց տալիս Արարատ ցեմենտ գործարանի։ Դուք տեսել եք այդ կադրերը։ Այդ 21-րդ դարի գործարան, հա։ Դա ավար է ընդամենը, ման թալանի օբյեկտ է։ Դուք տեսել եք այդ կադրերը։ Միլիարդներ են աշխատել, միլիարդներ են տարել։ Ես եմ 2 տարի առաջ, որովհետև ես բանից, դրոնից կադրերը չունեի, այդ գործարանի մոտով անցել եմ, պարոն Ծառուկյանի մի առիթով ասել եմ, ամոթ է, գոնե այդ բանը, այդ մուտքը այդ ինչ վիճակում է։ Ոնց որ գոմը լինի։ Միլիարդների շրջանառությունը գոնե կարակ այդ մուտքի հատվածը բան անեք, 2 կոպեկ փող դնեք, մենք շկարքի բերեք։ Մուտքի հատվածը, գնացեք նայեք վերևից, կերև այդ գործարանի սեփականատերն է այդ օգտագործողը, թե սեփականատեր չի։ Հիմա Փառք Աստծո անցել է պետության կառավարմանը, եւ ես համոզված եմ, որ ինչպես հեծի դեպքում դեռ շատ նորություններ կիմանանք բանից, ինչքան հետցում բացահայտումները շատանում են, այնքան կալուգացի օլիգարխի ցանկությունը նոր բարեգործություններ անելու ավելի մեծանում է։ Հասկանալիորեն ցույց տալու համար, որ այդ թալանածը մենակ իր համար չի, կիսվում է ինքը ժողովրդի հետ։
Ժողովրդի հետ կիսվելու մենակ մի ձև կա, դա պետական եւ համայնքային միջոցներն են, որովհետեւ դա է ժողովրդի գրպանը։ Ուրիշ մնացած տեղերում ուրեմն դա թակարդ է ժողովրդի համար, ինչպես տեսել ենք նախորդող շրջանում։ Շնորհակալություն, հաջորդ հարցը ազատություն։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, դուք անցած ամիս հայտարարել